Դուբայում ընթանում է կայուն զարգացման համաշխարհային գագաթնաժողովը։ Իրակլի Կոբախիձյանն ամփոփել է քննարկումներն ու քննարկված հարցերը։ Վրաստանի վարչապետը հանդիպել է Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահի, իր սերբ գործընկերոջ եւ ՄԱԿ-ի համաշխարհային տուրիզմի կազմակերպության գլխավոր քարտուղարի հետ։ Վարչապետը նաեւ մասնակցել է երկու վահանակային քննարկումների, որոնք անդրադարձել են Վրաստանի ներուժին եւ դերի միջին միջանցքի համատեքստում։ Թբիլիսիում քաղաքական գնահատականների առարկա է ԱՄՆ-ի ներկայացուցիչների պալատի դատական կոմիտեի կողմից ներկայացված զեկույցը։ 2020 թվականից ի վեր Եվրոպական հանձնաժողովը ճնշում է գործադրել ավելի քան 100 փակ նիստերի ժամանակ բովանդակությունն ավելի ագրեսիվ գրաքննության ենթարկելու համար, նշվում է փաստաթղթում։ Հանձնաժողովին ներկայացված նյութերի համաձայն Եվրոպական հանձնաժողովը հաջողությամբ ճնշում է գործադրել խոշոր սոցիալական մեդիա հարթակների վրա, փոխելու գլոբալ բովանդակության մեդերացիայի կանոնները, որոնք ամիջականորեն վնասել են ամերիկացիների խոսքի ազատությունը Միացյալ Նահանգներում։ Ավելի կոնկրետ ճնշում է գործադրվել Սլովակիայում, Նիդերլանդներում, Ֆրանսիայում, Մոլդովայում, Ռումինիայում եւ Իռլանդիայում TikTok-ի ցենզուրայի ընտրություններից առաջ։ Մասնավորապես իրավական հարցերի կոմիտեն կարծում է, որ չկան ապացույցներ Ռումինիայի 2024 թվականի նախագահական ընտրություններին Ռուսաստանի համակարգված միջամտության մասին, չնայած ընտրությունների արդյունքները երբեք չեն վերականգնվել։ Վաշինգտոնում վրացական պատվիրակությունը քննարկել է ԱՄՆ-ի հետ հարաբերությունները վերականգնելու պատրաստակամությունը եւ ռազմավարական գործընկերության վերականգնման կարեւորությունը։ Լաշա Դարսալյան հանդիպել է ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնականի հետ։ Վրաստանի արտաքին գործերի փոխնախարարի հետ միասին քննարկմանը մասնակցել են ԱՄՆ-ում Վրաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Թամար Թալիաշվիլին, ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնականի տեղակալ Սոնատա Քոլթերը։ Նախարարության տվյալներով նրանք քննարկել են տարածաշրջանում ընթացող գործընթացները եւ Վրաստանի հետ համագործակցության հեռանկարները։ Ամերիկյան կողմը հաստատել է իր անվերապահ աջակցությունը Վրաստանի ինքնիշխանությանը եւ տարածքային ամբողջականությանը։ Խորհրդարանի նախագահը կրկին արձագանքում է հոկտեմբերի 4-ին նախագահական նստավայրի մոտակայքում տեղի ունեցած իրադարձություններին։ Շալվա Պապուաշվիլին սոցիալական ցանցում գրառում է. Այսօր մենք տեսնում ենք նախագահական պալատի վրա հարձակումը որպես ցանկապատի գործ ներկայացնելու փորձ իմ մի կազմակերպության կողմից, որը ներգրավված է կեղծ էստոնական գրանցման սխեմայում եւ մեծապես ֆինանսավորում է Եվրամիության բյուջեից։ Այս մասին սոցիալական ցանցում գրառել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։ Ինչպես գրում է Պապուաշվիլին, Բրյուսելը ավելի ու ավելի է հրաժարվում այն արժեքներից, որոնց վրա մի ժամանակ կանգնած էր Եվրամիությունը։ Դասախոսներն ու ուսանողները հավաքվել են Վրաստանի տեխնիկական համալսարանի 6-րդ մասնաշենքի բակում։ Նրանք պահանջում են չեղարկել կրթության նախարարության կողմից հայտարարված բարեփոխումը։ Նրանք անընդունելի են համարում, որ պետությունը չի շփվել իրենց հետ բարեփոխման մշակման ընթացքում։ Պահանջում են հանձնել ուսումնասիրությունը, որի հիման վրա որոշվել է, որ Թբիլիսիի պետական համալսարանի տեխնիկական համալսարանի միավորումը կբարելավի ընդհանուր որակը։ Մինչդեռ մեկ համալսարանը հումանիտար է, իսկ մյուս համալսարանը տեխնիկական։ Իվան Ջավախիշվիլիի անվան պետական համալսարանում տեղի է ունեցել սենատի նիստ, որին մասնակցել են ուսանողները եւ ակադեմիական խորհրդի անդամները։ Նրանց բացատրության համաձայն երկու համալսարանների միավորման հարցի վերաբերյալ պատրաստվել է համատեղ հայտարարություն, որը կուղարկվի կրթության նախարարություն, իսկ ավելի ուշ կտեղադրվի համալսարանի կայքում։ Սննդի դեղորայքի եւ վառելիքի գնագոյացման կառուցվածքն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովը կազմակերպչական նիստ է անցկացրել։ Կազմակերպչական նիստում հանձնաժողովի անդամները ընտրել են նախագահ եւ փոխնախագահ։ Ժամանակավոր հանձնաժողովը կգլխավորի տնտեսական քաղաքականության կոմիտեի նախագահ Շոթա Բերեկաշվիլին, իսկ հանձնաժողովի անդամները հանձնաժողովի փոխնախագահ կընտրեն Էկա Սեփաշվիլին։ Կազմակերպչական նիստում հանձնաժողովի անդամների
հաստատեցին խորհրդանի ժամանակավոր հանձնաժողովի կանոնադրությունը։ Կանոնադրության համաձայն հանձնաժողովը նպատակ ունի իր իրավասության շրջանակներում անցկացնել սննդամթերքի, դեղորայքի եւ վառելիքի գների բարձրացման հարցի համակարգված, համապարփակ եւ փաստերի վրա հիմնված ուսումնասիրության, գնագոյացման մեխանիզմների օբյեկտիվ գնահատում եւ հնարավոր խնդրահարույց հանգամանքների բացահայտում։ Աբու Դաբիում ընթանում է Ուկրաինա-Ռուսաստան-ԱՄՆ բանակցությունները։ Ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի քարտուղարը Ռուստեմ Ումերովի խոսքով աշխատանքը կշարունակվի առանձին խմբով կենտրոնանալով կոնկրետ ոլորտների վրա, որից հետո նախատեսվում է դիրքորոշումների համատեղ ժամեցում։ Մենք աշխատում ենք Վոլոդիմիր Զելենսկու հստակ ցուցումների շրջանակներում արժանապատիվ եւ երկարատև խաղաղություն հաստատելու համար։ ԱՄՆ եւ Իրանի միջև բանակցություններ են ընթանում։ ԱՄՆ-ի նախագահը հաստատում է տեղեկատվությունը։ Աքսիոս հրատարակությունը հղում անելով երկու անանուն աղբյուրների գրում է, որ Իրանը պահանջել է փոխել ԱՄՆ-ի հետ նախատեսված բանակցությունների վայրը եւ ձևաչափը։ Հանդիպումը նախատեսված է ուրբաթ օրը Ստամբուլում, բայց այժմ Թեհրանը պահանջում է, որ բանակցությունները տեղի ունենան Օմանում։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը քննարկել են Թրամփի երթուղու նախագծի եւ այլ կապի նախագծերի իրականացումը։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների երկրների ղեկավարները նաեւ ողջունել են քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների երկկողմ այցելությունները եւ համաձայնել են վստահության ամրապնդման միջոցառումների ընդլայնման անհրաժեշտության վերաբերյալ։ Ալիևը եւ Փաշինյանը նշել են, որ երկու երկրների հասարակություններն էլ իրական կյանքում տեսել են խաղաղության օգուտները։ Նրանք գոհունակություն հայտնեցին երկկողմ առևտրի վերսկսման եւ Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի արտահանման, ինչպես նաեւ երրորդ երկրներից Հայաստան հացահատիկի եւ այլ ապրանքների տարանցման կապակցությամբ Ադրբեջանի տարածքով։ Կողմերը համաձայնեցին շարունակել երկկողմ առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորությունների ուսումնասիրությունը։ Մայիսի 1-ից Թբիլիսիի քաղաքապետարանը կսկսի ֆինանսավորել թոքերի քաղցկեղի սքրինինգը։ Թբիլիսիի քաղաքապետը այս մասին խոսել է կառավարության նիստում։ Նշվել է, որ առողջապահությունը եւ սոցիալական ոլորտները հիմնական առաջնահերթություններն են։ Քննարկել են նաեւ այլ նորություններ։ Նոր օրենսդրության համաձայն, եթե անձը չի վճարում տուգանքը, այն կհրապարակվի քաղաքապետարանի պաշտոնական կայքում եւ 21 օրվա ընթացքում ավտոմատ կերպով կհամարվի վճարված։ Ազոտի աշխատակիցների բողոքի ցույցը շարունակվում է։ Վերջերս հայտնի դարձավ, որ Ռուսթավիի քաղաքապետը միջնորդի դեր կխաղա խնդրի լուծման եւ բանակցությունների գործում։ Որոշումը կայացվել է Նինո Լացաբիձեի հետ հանդիպումից հետո։ Աշխատակիցները գործարանի վարչակազմից պահանջում են աշխատավարձի բարձրացում 300 լարիով։ Աշխարհում նշվում է քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օրը։ Հիվանդությունների վերահսկման կենտրոնում միջոցառում է անցկացվել այդ օրվա կապակցությամբ։ Քննարկվել է քաղցկեղով հիվանդների համար քաղցկեղի բուժման մատչելիությունը։ Շեշտը դրվել է սքրինինգի անհրաժեշտության եւ դրա մատչելիության վրա։ Ուշադրություն է դարձվել նաեւ վերջերս իրականացված փոփոխություններին։ Ասվել է, որ քիմիաթերապիայի ծառայությունների ծավալը աճել է, կլինիկաները ստանում են ավելի շատ ֆինանսարում, իսկ հիվանդները բուժման համար անհրաժեշտ դեղորայքը ստանում են նույն կլինիկայում, որտեղ իրականացվում է պրոցեդուրան։